Մենք 29 կոտորակ 46 հասցեում ենք, այստեղ ընթանում են ընտրական գործընթացները, հանձնաժողովի նախագահ Արմեն Մկրտչյանից կխնդրենք ներկայացնել այս պահին ընտրական ինչ գործընթացներ են տեղի ունենում այստեղ եւ ակտիվությունն ինչպիսին է, բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք ունենք 1137 ընտրող, որից 450 արդեն ընտրել են, առավոտ ժամը 8:00-ից շատ ակտիվ են, հուսանք այդպես կպահվի, արդեն մոտենում ենք 38%-ին, ամեն ինչ նորմալ է, խաղաղ է, ոչ մի խախտումներ չեն եղել մինչ այս պահը։ Այսինքն ընտրական ոչ մի խախտումներ, այսպես ասած, չեն եղել այստեղ։ Ոչ, վստահված անձիկ իրանց սպառում են շատ լավ, նորմալ հետևում են ընթացքին, ոչ մի այտենց արձանագրություն չի եղել, մեկ դեպք է եղել, երբ որ մասնակից ընտրողը տվյալ թերթիկը պատռել էր, վերականգնեցինք, արձանագրեցինք եւ վերջ։ Չիմանալով պատռել էր, բայց դա խնդիր չառաջացրեց։ Պարզապես արձանագրինք համապատասխան մատյանը, որպեսզի խնդիրի մասին տեղեկանան համապատասխան մասնագետները։ Քաղաքացիների հոսքը, այսպես ասած, ընտրատեղամասեր, հատկապես ձեր ընտրատեղամաս, կարծես թե ակտիվ է։ Այսպես ասած, կուտակումներ եղել են օրվա ընթացքում, թե չէ։ Կուտակումներ եղել են, ոնց որ ընտանիքի անդամներով կամ մի քանի բարեկամներով այցը հասկանալի իրանց շփումից, բայց իրանք շատ adekvat կանգնել են հերթով, մասնակցել են ընտրությանը։ Շատ լավ, գոհ եմ, նորմալ անցնում է, եթե այս ակտիվությունը լինի, բարձր ցուցանիշ կլինի տոկոսայինի առումով։ Դիտորդներ կան այստեղ նաև, նրանց կողմից ինչպիսին է արձագանքը ընտրախախտումների, կոպիտ ասած, եւ առհասարակ ընտրական գործընթացների հարթուսահուն անցնելու վերաբերյալ։ Դրսի այլ երկրի դիտորդներ են եկել մի քանի տեղից, թարգմանիչի օգնությամբ ես հասկացել եմ, որ գոհ են, ամեն ինչ նորմալ ու իրանք եղել են այն ժամանակ, երբ որ մարդկանց հոսքը շատ է եղել։ Այսինքն կարելի արձանագրել, որ ընտրությունները թափանցիկ, հարթուսահուն են ընթանում։ Այո, իդեալական ընթանում են մեր ընտրությունները ու փորձում ենք մինչև այս պահը մենք շատ լավ անցկացրել ենք, հուսանք օրվա մինչև ավարտը առանց խոչընդոտի կվերջացնենք։ Մինչև այս պահը մարդկանց ակտիվությունից ելնելով օրվա մյուս շարունակության ժամանակ եւս ակտիվ կլինեն ըստ ձեզ։ Հուսամ, ես մտածում եմ, այո, քանի որ մի քիչ հիմա տոթ է, կարող է դրա համար էր, որ սենց կանգնեց, երեկոյան ես թվում է մի քիչ կակտիվանան ու ավելի այս առավոտյան արդյունքները երևի կլինի։ Այս պահի համար այսքանը, շարունակեք հետևել Free News հեռուստաընկերությանը հետագա նորություններին տեղեկանալու համար։